Ավետարան ըստ Մատթեոսի Հիսուս Քրիստոսի ազգաբանությունը Գիրք ծնունդի Հիսուս Քրիստոսի Դավիթի որդին Աբրահամի որդին Աբրահամը ծնավ Իսահակը Իսահակը ծնավ Հակոբը Հակոբը ծնավ Հուդան ու անոր եղբայրները Հուդան ծնավ Փարեսը ու Զարան Թամարեն Փարես ծնավ Եսրոնը Եսրոնը ծնավ Արամը Արամը ծնավ Ամինադաբը Ամինադաբը ծնավ Նասոնը Նասոն ծնավ Սաղմոնը Սաղմոն ծնավ Բոսը Ռախաբեն Ռախաբ պորնիկն էր սա Բոսը ծնավ Օվբեթը Ռութեն Օվբեթը ծնավ Հեսեն Հեսեն ծնավ Դավիթ թագավորը Դավիթ թագավորը ծնավ Սողոմոնը Ուրիայի կնոջմեն Ուշադիր որ Մատթեոսը գրում է Հիսուս Քրիստոսի թագավոր ծնվելը դրա համար Մատթեոսի ազգաբանությունը բերում է Դավիթ թագավորի Սողոմոն թագավոր որդին բայց Ղուկասի գրած ազգաբանությունը բերում է Դավիթ թագավորի հասարակ Նաթան որդին, որը գրված է Ղուկաս 3-րդի 23 խոսքում, ուշադիր կլինեք 3-ից մինչև վերջ որ ընթերցեք, կհանդիպեք նաև պապերի տարբերությունը, որը հենց 23 խոսքում գրված է դրա մասին հետո կխոսենք, թե ինչի համար է տարբեր ազգաբանությունը, ինչի համար է Մատթեոսը ուրիշ անուններ գրել, Ղուկասը ուրիշ, որի համար մենք մանրակրկիտ կխոսենք։ Սողոմոնը ծնավ Ռոբովամը, Ռոբովամը ծնավ Աբիան, Աբիան ծնավ Ասան, Ասան ծնավ Հովսափաթը, Հովսափաթը ծնավ Հովրամը, Հովրամը ծնավ Ոզիան, Ոզիան ծնավ Հովաթամը, Հովաթամը ծնավ Աքազը, Աքազը ծնավ Եզեկիան, Եզեկիան ծնավ Մանասեն, Մանասեն ծնավ Ամոնը, Ամոնը ծնավ Հովսյան, Հովսյան ծնավ Հեքոնյան ու անոր եղբայրները Բաբելոնյան գերության ատենները այստեղ գրված, բայց սա տպագրական թերություն է, Սուրբ գրքում գրված է գերություն, Բաբելոնյան գերություն գնալուց առաջ ծնվեցան Հովսյայի որդիները, ուրեմն Բաբելոնյան գերության ատենները փոխվում է, գրվում է գերություն գնալուց առաջ ծնվեցան Հովսյայի որդիները, որը գրված է 4-րդ թագավորաց 23-ի 28-ից 37-ում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ձեզ տարօրինակ չթվա, Աստվածաշնչի բոլոր թարգմանությունների մեջ էլ կա տպագրական թերություններ, որը Աստված ինձ հրաման և իշխանություն է տվել, Սուրբ գրքից համարները դուրս գրելով ուղղել եմ ու այդպես մատուցանում եմ ավելի անարատը, Սուրբ գիրքը անարատ է, բայց կան տպագրական թերություններ, ինչպես մի թարգմանության մեջ գրված է Գողիաթի բոյը մի կանգուն մեկ թիզ է, բայց 60 սանտիմանոց Գողիաթ չի կարա լինի, բայց մյուս թարգմանության մեջ գրված է 6 կանգուն ու մեկ թիզ, որը համարյա 3 մետր է լինում և հաստատ 3 մետրանոց Գողիաթ հավատում ենք, որ կլինի, բայց ոչ 60 սանտիմանոց։ Դրա համար եթե ձեզ չի երևցել Աստվածաշնչի տպագրական թերությունները, այսօրվանից ուշադիր կարդացեք և ուշադիր հետևեք մեր սերտողություններին, մենք Տիրոջ օգիով կլուսաբանենք, չի կարող հին ուխտի գրվածը նորին հակասի ինչպես ես դրվագում։ Ուրեմն Հովսյան ծնավ Հեքոնյան ու անոր եղբայրները Բաբելոնյան գերության ատեններից առաջ է ծնվել, շատերը գերի են գնացել, շատերը մեռել են Հովսյայի որդիները, ուրեմն դա լինում է Բաբելոնյան գերություն գնալուց առաջ, ձեր սուրբ գրքերի վրա նշումներ կատարեք, ուրեմն Բաբելոնյան գերություն գնալուց առաջ, 12 խոսքից, Բաբելոնյան գերություն երթալ են հետո, Հեքոնյան ծնավ Սաղաթելը, Սաղաթելը ծնավ Զորաբաբելը, Զորաբաբելը ծնավ Աբիուդը, Աբիուդը ծնավ Եղիակիմը, Եղիակիմը ծնավ Ազովրը,
Ազովրը ծնավ Սադովիկը, Սադովիկը ծնավ Աքին, Աքին ծնավ Եղիուդը, Եղիուդը ծնավ Եղիազարը, Եղիազարը ծնավ Մատթանը, ուշադիր Մատթանը Հովսեփի պապն էր, սա հայրական պապն է, որը գրում է Մատթեոս ավետարանիչը, Ղուկասի 3-րդ գլխի ազգաբանության մեջ Հովսեփի պապը ներկայանում է Հեղին, սրանք տարբեր ճյուղեր են Հովսեփի հայրական և մայրական պապերի կողմից բերած ազգաբանություններն են, որտեղ Մատթեոսը գրում է Հիսուսի թագավոր լինելը, դրա համար գրում է Հովսեփի հայրական պապերով եկած տոհմածառը, որ ծնավ, այստեղ այդպես է գրված, բայց Ղուկաս ավետարանում չի գրում ծնավ, ան կկարծվեր ինչպես թե որդի էր սրա, որտև դու նաև ով սիրելի մեզ լսող Աստծո զավակ, դու համ հայրական պապից ժառանգորդ ես համարվում, և մայրական պապից ժառանգորդել ես համարվում, բայց հայրականի դեպքում օրինակ ին վրա վերցնեմ, Կարապետը ծնավ Հայկոյին, Հայկոն ծնավ Նորիկին, Նորիկը ծնավ Կարենին, բայց մայրական պապիս համար այդպես չի գրվում, գրվում է ան կկարծվեր ինչպես որդի էր Սմբատի, որդի էր Երջանիկի և որդի էր այսինչի, ամեն։ Ուրեմն ինչն էր այս ազգաբանության տարբերությունը, որ շատ եկեղեցիներ չգիտեն և օգուշ չեն առել ու ծուռն են մեկնում իրենց անձի կորստի համար, որ մեր փրկչի հայրական, Հովսեփի հայրական, որ մեր փրկչի հետ էլ սա այդքան կապ չունի, Հովսեփի պապերից եկածն է, որ Հովսեփի հայրական և մայրական պապերը գալիս և հանգչում են ուղիղ Դավիթ թագավոր, մեկը բերում է Դավիթի հասարակ որդին, որտև Ղուկասը գրել է Քրիստոսի հասարակ մարդ լինելը, դրա համար ընդ հասարակ որդին է գալիս, իսկ որ Մատթեոսը գրել է Հիսուսի թագավոր լինելը, դրա համար հայրական կոմիսները ստեղ է գրված, որ բերում է Դավիթի թագավոր որդին, թող փառավորվի Տերը, որ ես դժվար իմաց կետը ինքը ինձ լուսաբանեց, որ ես փոխանցեմ իրեն փափագող Աստծո ժողովրդին, ամեն։ Մնացած մանրամասնությունները ժամանակը ծախողնենք, երբ ձեզի հարց կլինի զանգեք կամ մոտեցեք խոսենք։ Ուրեմն Մատթանը Հովսեփի հայրական պապն էր, Հեղին Հովսեփի մայրական պապն է, որը գրված է Ղուկաս 3:23 խոսքում ազգաբանության սկզբում, ուշադիր նայեք, որ իրականից տարբեր են շատ անուններ, և սա թող լինի այդ հարցի պատասխանը։ Մատթանը ծնավ Հակոբը, Հակոբը ծնավ Հովսեփը, Մայրամի այրը, որ մեծ ծնավ Հիսուս, որ կոչվեցավ Քրիստոս, արդ բոլոր սերունդները Աբրահամեն մինչև Դավիթ 14 սերունդ, և Դավիթեն մինչև Բաբելոնյան գերություն 14 սերունդ, ու Բաբելոնյան գերությունեն մինչև Քրիստոս 14 սերունդ, Աստծո ժողովուրդ, ստեղ էլ մի խորհուրդ կա թաքնված, որ եթե իրականից խորանաք այդ Քրիստոսի, այդ անսահման օվկիանոս գիտության մեջ այդ գանձերը կգտնեք, իսկ եթե դուք նստեք օվկիանոսի ափին, գանձերի չեք հանդիպի։ Եթե խորը քննում ես, աննպատակ չի գրված 14, 14, 14։ 42 սերունդ հետո հրեաները իրենց փափագած Մեսիային տեսան, և սա խորհուրդն է մեծ նեղության 42 երկար ամիսների, որ հրեաները տառապելով պիտի սպասեն ու Քրիստոսը նորեն 42 ամիս հետո երկար սպասված ամիսներ, որտեղ տառապանքի ամիսներ է լինելու, այս դարաշրջանից կոպիտ ասած ավելի երկար է թվալու այդ 3 տարի 6 ամիս իրա դաժանության և ծանրության շատության պատճառով։ Դրա համար էլ են խորհուրդն ունի, որ 42 ամիս հետո, ինչպես 42 սերունդ հետո Քրիստոսը հայտնվեցավ երկրի վրա որպես մարդ, 42 ամիս հետո պիտի Քրիստոսը ամպերովը գա, մաքրի բոլոր անօրեն թագավորներից և անօրեն մարդկանցից երկիրը և սկսի իր 1000-ամյա թագավորությունը։ Ուրեմն ինչ խորհուրդն ուներ, որ 42 սերունդ
անցած Մեսիան հայտնվեցավ երկրի վրա, խորհուրդն 42 ամիս երկար ամիսները սպասելուց հետո հրեաները նորից կտեսնեն եւ ամբողջ աշխարհը Քրիստոսին ամպերով եկած։ Ամեն։ Ուրեմն այս գլխի բարդ մասերը, որ ես ձեզ մատուցանեցի, մնացածը ժամանակի սուղության պատճառով չեմ խոսում, հետո կմոտիկանաք ձեզ կբացատրեմ։ Անցնենք Հիսուս Քրիստոսի ծնունդը 18 խոսքի սերտողությունը ու շարունակենք մինչև վերջ։ Հիսուս Քրիստոսի ծնունդը այս կերպով եղավ։ Ուշադիր, Հիսուս Քրիստոսի մեր մեջ գոմում ծնվելու խորհուրդը հենց մեր գոմ սրտում ծնվելու խորհուրդն ուներ, որ Հիսուս Քրիստոսը ծնվավ, որ մենք գրքի աղոթքի կյանքով նրան մեծացնենք մեր ներսիդին եւ նա մեր գոմը դրախտի պարտեզ դարձնի, ամեն անասնական բնավորության գծերից մաքրի, դարձնի սուրբ եւ անարատ տաճար, որ սուրբ ու անարատ հայրն ու որդին գան, սուրբ ու անարատ տաճարում բնակվեն, ամեն, դրա համար էր, որ Քրիստոսը ծնվավ հենց գոմի մեջ, դա էր այդ խորհուրդը, մնացածը կմեկնենք դժվարիմաց կետերը սերտողության ժամանակ։ 18 խոսքից, Հիսուս Քրիստոսի ծնունդը այս կերպով եղավ։ Անոր մայրը Մարիամը Հովսեփին նշանած, դեռ իրարուքով չեկած, Սուրբ Հոգիեն հղիացած գտնվեցավ։ Հովսեփը անոր այրը արդար մարդ ըլլալով ու չուզելով, որ զանիկա խայտառակն է, մտածեց, որ ծածկաբար արձակե զանիկա։ Երբ անիկա այս բանը կմտածեր, ահա տիրոջ հրեշտակը երազի մեջ երևցավ անոր ու սավ, Հովսեփ, Դավիթի որդի, մի վախնար Մարիամը իբրև կին առնել են, վասնզի անոր ներսիդին ծնածը Սուրբ Հոգիեն է, ան որդիմը պիտի ծնանի, անոր անունը Հիսուս պիտի դնես, քանզի անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Ուշադիր Աստծո ժողովուրդ, Հիսուս նշանակում փրկիչ, Քրիստոս Սուրբ Հոգով մկրտիչ, ուրեմն ճշմարիտ հովիվները կարան տիրոջմով մեղքից փրկող եւ Սուրբ Հոգով մկրտող հովիվներ դառնան։ Նույն եթե Քրիստոսը գա, քո գոմ սրտում ծնվի ու մեծանա, հին մարդ իր գործերովը հանի քեզանից ու քեզ հագնի, դու Հիսուսին նման մարդկանց որսորդներ կդառնաս եւ կգնաս ամեն մեղքերից եւ ցավերից կփրկես Քրիստոսի գառնուկներին ու փառախ կբերես։ Ամեն։ Թող փառավորվի Տերը։ 22 խոսք։ Այս ամենը եղավ, որպեսի կատարվի Տիրոջ մենսածը մարգարեի միջոցով, որ կսե. ահա կույսը պիտի հղիանայ ու որդի պիտի ծնանի, անոր անունը Էմանուել կկոչեն, որը կթարգմանվի Աստված մեզի հետ։ Ուշադիր, մենք այդ կույսն ենք, Բարձյալի զորությունը գալիս է մեր վրա, ասավ Մարիամ, Բարձյալի զորությունը կգա քո վրա ու քո մեջ Աստծո որդի կձևավորվի, ամեն։ Մենք բացարձակապես նույն խորհուրդն ունենք, մենք Մարիամի նման պատրաստ կակնում ենք եւ Բարձյալի զորությունը իշտում է մեր մեջ ու մեր մեջ Աստծո որդի է սկսում հղիանալ։ Եվ այդ մանուկին եթե լավ կրթես, կերակրես, սնես, մեծացնես, մեկ օր ինդ կանի ու Քրիստոս կհագցնի եւ որպես Աստծո որդի կտեսնեն քեզ, կքայլես ու կխոսես, կգործես բուն Հիսուս Քրիստոսի նման, ամեն։ Բայց սկզբնական շրջանում մանուկի ձևավորումը չի երևում, ինչպես չէր երևում, երբ Բարձյալի զորությունը իջել էր Մարիամի վրա եւ նա Սուրբ Հոգիեն հղիացած էր, ամեն։ Ուրեմն, սա գրված է Եսայի մարգարեության 7:14 խոսքերում, որ նորից եմ կարդում 23 խոսքը Մատթեոս առաջինի։ Կույսը պիտի հղիանա, սա Հիսուսի համար է մարգարեություն եւ Հիսուսի հետևորդների, որ արուտ է եք, երբ Քրիստոսով հղիանան, հին անեն Քրիստոս ակնեն, էլ արու եք չկա, ծառա ազատ չկա,
Քրիստոս է ամենը ամեն բանի մեջ։ Քեզի տեսնողը Քրիստոս կտեսնի։ Քեզանից Քրիստոսը կխոսի, Քրիստոսը կմարգարյանա, Քրիստոսը կբժշկի եւ Քրիստոսով հայրը կփառավորվի։ Ամեն։ Հովսեփ քունեն ահա կույսը պիտի ղիանա ու որդի պիտի ծնանի անոր անունը Էմանուել պիտի կոչեն, որը կթարթմանվի Աստված մեզի հետ։ Հովսեփը քունեն արթնանալով, ինչպես Տերոջ հրեշտակը իրեն հրամայեց, այնպես հրավ, ու իր կինը քովը առավ, եւ չգիտցավ զանիկա մինչև իր անդրանիկ որդին ծնավ, անոր անունը Հիսուս դրավ։ Թող փառավորվի մեր Տերը, այսքանով ավարտեցինք Մատթեոսի առաջի գլխի սերտողությունը։ Մատթեոս երկրորդ գլուխ։ Արևելքեն այցելուներ։ Երբ Հիսուս ծնավ Հրեաստանի Բեթլեմի մեջ, Հերոդես թագավորին օրերը, ահա արևելքեն մոգեր եկան Երուսաղեմ։ Ուշադիր, մոգերի կերպարը նայեք, ինչ խորհուրդ ունի։ Հերոդեսը եւ կեղծ Երուսաղեմի փարիսեցիներն ու դպիրները եւ Հիսուս մանուկին թե ինչ բերեցին։ Սա շատ կարևոր թեմա է, որ ուզում եմ տիրոշմով մատուցանել։ Ուրեմն մոգերը բարի հովիվների, Աստղից կառավարվող, Սուրբ Հոգուց կառավարվող հովիվների խորհուրդ ունեին, որ ուրախացան մանուկի ծնվելու վրա։ Եվ սիրելի Աստծո զավակներ, ում մեջ որ ծնվել է Հիսուս մանուկը, զգուշացեք, որ նրանք կան մեծ թշնամիներ, որ հենց Հերոդեսը եւ կեղծ կրոնավոր առաջնորդները դրա խորհրդապատկերն են, որ Հիսուս մանուկներին ձեր հետևից ընկած ուզում են թույնեն, կեղծ կրոնով, կեղծ քարոզներով թույնեն ու սպանեն, եւ դուք զուրկ մնաք Հիսուս մանուկից, ինչպես իրենք հրեաներ լինելով զրկվել էին այդ աստվածային կյանքից։ Խորհուրդը թող Սուրբ Ոգին ձեզ մատուցանի։ Երկրորդ խոսքը. Ուսին որտեղ է ան, որ հրեաներուն թագավոր ծնավ։ Վասնզի մենք արևելքին մեջ անոր աստղը տեսանք ու եկանք անոր երկրպագություն անելու։ Երբ Հերոդես թագավորը լսեց, խռովեցավ եւ բոլոր Երուսաղեմը անոր հետ։ Ուշադիր երրորդ խոսքին, ինչի համար խռովեցավ եւ ինչի համար կեղծ կրոնավորների հետ միաբանվեցավ ու ինչ որոշեցին։ Սրանք խորհուրդն են, ով Աստծո ժողովուրդ։ Հերոդեսը ձեր մարմնավոր հարազատների եւ տան ղեկավարի խորհուրդն ունի, անաստված ղեկավարի, որ իմ հոր խորհրդապատկերն էր, որ դայիճի պես հալածեց մինչև ընտիրանոտ դարձրեց, բայց Տերը նրան ապաշխարություն տա կաղոթե։ Իսկ Երուսաղեմի դպիրները ու փարիսեցիները բոլոր աստվածաշնչից շեղված կեղծ կրոնների ղեկավարներն են, որոնք իրար հետ միաբանվելով Հիսուս մանուկին սպանել կուզեն, որը ձեր ներսիդին, ձեր գոմ սրտում ծնվել է, որ պիտի աճի մեծանա, ինչպես Հոքաբեթի եւ Ամրամի պահած Մովսեսը, որ ես կյանքը դրեցին, պահեցին, թագավորի բարկությունից չվախեցան, այդ արդար մանուկը, որ մեծացավ, իրես կյանքի առաջնորդն ու փրկիչը դարձավ։ Այդպես էլ երբ Հիսուս մանուկին դու լավ հոգ տանեք, Հերոդեսներից զգուշավոր պահեք, կեղծ կրոնից ու փարիսեցիներից զգուշ պահեք, որ չթույնեն ու սպանեն խորագիտությամբ, այդ մանուկը որ մեծանա, ձեր ընտանիքների բարերարը, բժիշկը, հոգևոր առաջնորդն ու մեղքից փրկող փրկիչը կդառնա եւ ձեզ մեղքի ստրկությունից կազատի, ամեն բարիքներով կլեսնի ու երկնային քանան կմտցնի։ Ամեն։ Ուրեմն, երբ երրորդ խոսք, երբ Հերոդես թագավորը լսեց, խռովեցավ եւ բոլոր Երուսաղեմը իրեն հետ։ Փոխանակ ուրախան արա,
Մանուկ էր ծնվել լույս աշխարհ եկե, ինչի համար խռովեցավ, նաև էս Հերոդեսը քո ներսը բնակվող դիվային Բարաբա Եսի խորհուրդն ունի, երբ Քրիստոս ա ծնվում քո մեջ, ինքը խառնվում ա իրար, որտև եթե Քրիստոսի թագավորությունը Քրիստոսի մեծանալով հաստատվեցավ քո ներսի տաճարում, Բարաբա Եսիդ Հերոդեսի թագավորությունը քարուքանդա լինելու եւ գահից ընկնելու է, ամեն, եւ սա էլ դրա խորհուրդն ունի, չեմ ուզում մի անգամից բոլորը բացատրեմ, որ դժվարիմաց չլինի, մնացածը կմոտիկանա կբացատրեմ անատական սերտողության ժամանակ, երբ Հերոդես թագավորը լսեց, խռովեցավ եւ բոլոր Երուսաղեմը իրեն հետ, ապա ժողվելով բոլոր քահանայապետները ու ժողովրդի դպիրները հարցուց անոնց, թե Քրիստոսը ուր պիտի ծնանի, անոնք ալ իրենսին, նրանք չարծրեցին ինչի համար ես արսնում, նրանք էլ միաբանվեցան, որտև նույն ոգին ինչ է Հերոդեսի մեջն էր, նույնը կեղծ կրոնավորների մեջ էր, ամեն, անոնք ալ իրենսին Հրեաստանի Բեթլեհեմի մեջ, վասնզի այսպես գրված է մարգարեների ձեռքով, Միքիա 5:2 ա գրված, գրեք ձեր աստվածաշշներում, դու Բեթլեհեմ Հուդայի երկիր, Հուդայի իշխաններուն մեջ բնավ պստիգ մչես, վասնզի քեզ մե իշխանը պիտի ելնե, որ իմ Իսրայել ժողովուրդս պիտի հովվե, այնատեն Հերոդեսը ծածկաբար մոգերին կանչեց, ուշադիր, նա կանչեց քահանաներին, քահանաները մարդապաշտ էին, Հերոդեսներից ավելի շատ կվախենային, քան թե Աստծուց, մոգերը տարբեր էին, նրանք Աստծուց ավելի շատ կվախենային, քան թե մարդ ոչնչություններից, ուրեմն հրեան Աստծուց այդքան չի վախենում, ավելի շատ երկյուղ ա ունենում իրեն ֆինանսավորող, իրեն տեր կագնող, իրեն օգնող մարմնավոր հարազատից ավելի շատ ա վախենում եւ Աստծու վախը կորցրած է, իսկ մոգերը, որ հոգով լեսված եւ Սուրբ Հոգու կողմից կառավարվող հովիվների խորհուրդն ունեին, որոնք հոգևոր ապագա հովիվների ծնվելու համար ուրախացան եւ կյանքները դրած պահեցին այդ մանուկին, ամեն, իսկ այս հովիվները մարդկանցից չեն վախենում, նրանց երկյուղը Տեր Հիսուս Քրիստոսն է, ամեն, հիմա տեսնենք ինչ կատարվեցավ, 7-րդ խոսք, այնատեն Հերոդեսը ծածկաբար կանչեց ու ստուգեց, ծածկաբար կանչեց մոգերը ու ստուգեց անոնց մե աստղի երևցած ատենը, տեսեք սրանց հետ զգուշությամբ խոսեց, բայց քահանաների եւ դպիրների հետ ազատ խոսեց, ուրեմն ինքը գիտեր ովքեր են իրենները, ամեն, ովքեր ունեն իր մեջի ոգին, որ ինչ ասի չեն կարա չկատարեն, բայց մոգերին խորագիտորեն էր ուզում խաբեր, բայց փառավորվի մոգերին կառավարվող Տերը, որ չթողեց խաբվեին, Զանոնք Բեթլեհեմ ղրգելով ըսավ, գացեք, ստույգ իմացեք, այն մանուկին վրայով, ու երբ գտնեք, ինձի իմացուցեք, որպեսզի ես ալ երթամ անոր երկրպագություն ընեմ, երբ անոնք թագավորեն այս բանը լսեցին, տեսեք խաբեց, բայց չվստահեցին մոգերը, ոչ էլ կասկածեցին սկզբից, մինչև Տերը չհայտնեց, երբ անոնք թագավորեն այս բանը լսեցին, գացին, եւ ահա այն աստղը, որ արևելքին մեջ տեսել էին, անոնց առջևեն գնաց, աստղը Սուրբ Հոգու խորհուրդն ունի, կեցավ մանուկի եղած տեղին վրա, երբ տեսան աստղը, շատ ուրախացան, տուն մտնելով տեսան մանուկը իր մոր Մայրամի հետ ու ինքան երկրպագություններին անոր եւ իրենց գանձերը բանալով ընծաներ տվին անոր ուշադիր, ինչ նվեր բերեցին հոգևոր հովվի խորհուրդ ունեցող մոգերը, սա շատ կարևոր բան է, որ շատերը անուշադիր են այս կետի վրա,
իրենց գանձերը բանալով ընծաներ տվին անոր, ոսկի ու կնդրուկ և զմուրս, ու երազի մեջ հրաման առնելով, որ նորեն Հերոդեսին չդառնան, ուրիշ ճամփայով գնացին իրենց երկիրը։ Ամեն։ Աստծո ժողովուրդ, առաջինը, որ Աստված հայտնեց, որ չլսեք Հերոդեսին, նրանք ուղիղ չլսեցին և Աստծուն հավատարիմ մնացին, բայց երկրորդ խորհուրդը կարևորը ինչ ընծաներ բերեցին ստեղ Հիսուսին, ոսկի, որ աստվածային սրբության խորհրդապատկերն է, որ խորանի լրիվ անոթները Սատեմի փայտից էր, բայց լրման ոսկեպատ, ուխտի տապանակը, գնացեք, ընդ կար անոթներ, որոնք կրակի հետ էր առնչվում, դրանք պղնձից պատրաստվեցան, բայց բուն սրբության սրբարանի անոթները, աշտանակը, խունկի սեղանը, ուխտի տապանակը, քավությունը, տախտակները, նիգերը, բոլորը ոսկեպատ էին, որը աստվածային սրբության և մաքրության խորհուրդը ունի, որ իրականից հոգևոր հովիվների միջոցով նորեկ մանուկը, որի մեջ Քրիստոս աստվածային կյանք ծնվե, այդ հոգևոր հովիվների միջոցով աստվածային սրբության պիտի հասնեն, իսկ աստվածային սրբության հասնելու համար հոգևոր հովիվները երկու տեսակի օծություն պիտի շնորեն, կնդրուկն ու զմուրսը օծման յուղերի խորհուրդն ունեին, ուրեմն հոգևոր հովիվները աստվածային սրբության հասցնելու համար մանուկներին պիտի աղոթ կանեն Սուրբ Հոգին իջնի, Սուրբ Հոգիով կնքվեն և որ լեցնելով ին մարդ անեն ու Քրիստոս հագնեն, երկրորդ օծությունը ստանան, զմրսվեն, իսկ մեռելներին զմրսում էին, որ հոգևոր ապականությունից զերծ մնային, այդպես էլ Սուրբ Հոգու անուշահոտ յուղը գալիս ու քեզ զմրսում է, հինը անելուց ու Քրիստոս հագցնելուց հետո, և դու էլ չես կարողանում նեխես ու ապականվես հոգևորապես մեղքեր գործես, ահա թե ինչ էր գրված այս փոքրիկ խոսքի մեջ, որի համար ժամեր խոսենք, հին մարդից ազատագրվելու ու Քրիստոս հագնելու խորհուրդը ուներ, որի համար մենք առանձին կմեկնենք ձեզի անհատական սերտողությունների ժամանակ։ Փախուստ դեպի Եգիպտոս 13-րդ խոսք մինչև 15-ը։ Երբ անկեգացին, անոնք ահա Տերոջ հրեշտակը երազի մեջ երևցավ Ովսեփին ու սավ։ Ուշադիր, այդ մանուկի տերը ծնողը մանուկի կյանքն էլ պահապանում և երաշխավորում է ամեն փորձանքներից, ամեն, և հայտնում է մեզի որպես անպիտան ծառաներ, մենք էլ այդ մանուկներին պիտի առնենք ու փախչենք են ապահով վայրերում, որտեղ մեր մանուկը ապահով և առողջ անվնաս կաճի, զերծ Հերոդեսներից, զերծ կեղծ կրոնավորներից, փախեք անոսմե, որոնք խոսքը կխարդախեն ու կթունավորեն, այդ մանուկին առեք փախեք այնպիսի վայրեր, որտեղ անարատությամբ կկերակրեն, հոգով ու ճշմարտությունով Տիրոջը կպաշտեն, տեսեք Պողոսը բոլոր այս հիմքերի վրա այդ հոգևոր նամակները գրե իր հետևորդներին, ամեն։ Ովսեփի մայրամի նման դու որպես այդ մանուկի հայր ու մայր առեք այդ մանուկը փախեք այն տեղերը, որտեղ կարաք անարատ ավետարանի ջրով, կաթով, նորածին մանուկի պես կերակրեք նրան, մինչև նա մեծանա և ձեր կյանքի փրկիչը, բժիշկը ու առաջնորդը դառնա, ամեն, նրան խնամել է պետք։ Երբ անկեգացին անոնք ահա Տերոջ հրեշտակը երազի մեջ երևցավ Ովսեփին ու սավ, ելիր առ մանուկը ու անոր մայրը ու Եգիպտոս փախիր, հոն կեցիր մինչև ես քեզի ըսեմ, քանզի Հերոդես պիտի փնտրե այդ մանուկը կորսեցնելու համար, հələ չի որոշե, բայց ես տեսնում եմ, որ դեռ փորձությունը չեղած Աստված քեզ կզգուշացնի ու փորձություն բերողները խայտառակ կլինեն։ Անալ ելավ մանուկ ու անոր մայրը գիշերը առավ, գնաց Եգիպտոս և մինչև Հերոդեսի մահը հոներ, որպեսզի մարգարեի միջոցով Տիրոջ մեն ըսվածը կատարվի, որ մարգարեի, Ովսե
11:1 գրված, որ կսե Եգիպտոսեն կանչեցի իմ որդիս։ Սա խորհուրդն է, որ Եգիպտոսից Իսրայելը դուրս եկավ, գնաց մինչև Քանան, եւ նաեւ խորհուրդն է, որ Աստված իր բոլոր Աստծո որդիներին նա կարա աշխարհից հեթանոսությունից էլ կանչի ու իրեն հարազատ որդի դարձնի եւ օգտագործի իր անունի փառքի համար, ինչպես իմ նման ոչնչի։ Սա ամեն, որ հեթանոս էի, Եգիպտոսում էի, կանչեց, հին մարդ իր գործերով վրայիցս հանեց ու հագցնում ան նորը եւ օգտագործի իր փառքի համար։ Փառք Տիրոջը։ Մանուկների ջարդը։ Ուշադիր, ստե կարևոր կետ կա, 16-ից մինչև 18-ը։ Երբ Հերոդես տեսավ, թե խաբվեցավ մոգերեն, սաստիկ սրդողեցավ ու զարկեց ջարդեց Բեթլեհեմի եւ անոր ամեն սահմաններուն մեջ գտնված բոլոր տղաքը 2 տարեկան են եւ անկեվար, այն ժամանակին համեմատ, որ մոգերեն ստուգեց։ Այն ատեն կատարվեցավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը, որ կսե, Ռամայի մեջ ձայնը լսվեցավ, ող բլաց ու մեծ կոց, Ռաքելը կուլար իր տղոց համար ու չեր ուզեր մխիթարվել վասնզի չկային։ Աստծո ժողովուրդ, ստեղ Ռաքելը Իսրայելի մայրերի խորհրդապատկերն է, որտև Հակոբի ամենասիրած կինն էր Ռաքելը, նրա անունն է խորհրդով բոլոր այս մանուկները կորցրած Իսրայելի մայրերին, լալում էր, ողբում էր, բայց մխիթարություն չկար, որտև իր զավակները, իրենց զավակները արդեն կորցրել էին, բայց ինչ կատարվեցավ, որ Սուրբ Օքինա բաց է ուշադրությամբ լսեք այս խորհուրդ, այս գանձը, որ փոխանցում է Տերը ձեզ։ Քահանաները հրյաներ էին, Հերոդեսը հրյաներ էին, հրյա էր, երբ հրյաները ելան, քահանաները, դպիրները, շատ կրոնավորներ միաբանվեցան, որ Հիսուս մանուկինը սպանեն, Աստված ինչ դատով ասում է դատես, դրանով քեզ կդատի, ինչ փափագեցին անել Հիսուս մանուկին, քառակին թափվեցավ իրենց ազգի վրա։ Ամեն, ուրեմն սիրելի Աստծո ժողովուրդ, անգամ քո թշնամուն մահը մի ցանկացի, վատ բան մի արա, որովհետև ինչ անես դրա քառակին քեզ ա գալու։ Սիրեցեք ձեր թշնամիներին, բարի կարեք ձեզ ատողներին, որ Աստվածանից օրհնությունը ստանաք ու ձեր երկնային հոր որդիները լինեք։ Իսկ Դավիթ թագավորը կսեր, անօրենի զավակից անօրինեություն դուրս կգա, ես իմ ձեռքը չեմ բարձրացնի, թեկուզ այդ թագավորը իմ կյանքն ա ուզում խլի, Աստված իր դատը կանի, մեր ամեն դատերը Աստծուն հանձնենք, չփափագենք անգամ մեկի մահը, որտև հնարավոր է դու մահանաս։ Ամեն, ուրեմն ինչ որոշեցին քահանաները անել այդ անմեղ մանուկին, Աստված էդի իրենց զավակներին ետ վերադարձրեց։ Տեսեք ինչքան հզոր է մեր Տերը, փառք իր սուրբ անվանը։ 19-ից 23 վերջին կոնտեքստը Եգիպտոսեն վերադարձ։ Երբ Հերոդես մեռավ, ու սա ինչ խորհուրդ ուներ, որ ձեր մեջ ծնված մանուկին ով որ դեմ դուրս գա, ինքը քարուքանդ կլինի, թեկուզ երկրի թագավորը, թեկուզ հոգևոր հովիվը, կրոնավոր հովիվը, դպիրն ու փարիսեցին, չվախենաս, գրքի աղոթքի կյանքով նրան կերակրի, եւ այդ Հիսուս մանուկը, որ մեծացավ, բոլորին կխորտակի քո առաջ։ Ամեն։ Ու քո միջից ինքը կհաղթի սատանային ու կասի զավակս, դու հաղթեցիր, կասես Տեր ինչ արեցի, կասի զավակս, որ դու նստար ու լոկ ինձ վստահեցիր, որ ինձ փառավորես, ես էլ քեզ եմ շնորհում պատերազմի հաղթությունը։ Ամեն։ Ու միշտ են գործելու իրար այդ բոլոր դիվային գրոհները, եթե միշտ նստես ու ինձ ուղարկես աղոթքով քո տեղը պատերազմելու։ Ու դու չխառնվես որևիցե հարցում, ինչպես էս Հիսուս մանուկը չէր կարա խառնվեր իրեն պաշտպանելու հարցում։ Ամեն։
Եթե Հիսուս մանուկը նստել է ու երկնային հորն է վստահ է, բա որքան ավելի ես եւ դու ով մարդ ոչնչություն նստի եւ մանկական ավատքով վստահի Տիրոջը եւ Աստծո փառքը պիտի տեսնես եւ Իսրայելի Աստված Հիսուս Քրիստոսը պիտի փառավորվի ամեն Երբ Հերոդես մեռավ Տերոջ հրեշտակը Եգիպտոսի մեջ Հովսեփին երևցավ ու սավ ելիր արմանուկը ու անոր մայրը եւ գնա Իսրայելի երկիրը քանզի մեռան անոնք որ մանուկի կյանքը կփնտրեն տեսեք ինչքան հեշտ է Աստված տենում է ապահովում է ճանապարհը ու ասում է քայլի եթե դու Սուրբ Օգուց կառավարվես դրա համար ասում էր քանի լույս է գիշեր ցերեկ պիտի վազեմ կգա խավարի օրերը եւ մեկը չի կարա գործի խավարը անձից կառավարվողների վրա է լույսը հոգու ձայնից կառավարվողների Եթե հոգու ձայնից կառավարվողը գիշերն էլ քայլի չի սահի խավարը անոր համար լուսավոր կլա Անալ ելավ մանուկ ու անոր մայրը առավ եւ դարձավ Իսրայելի երկիրը իսկ երբ լսեց թե Արկեղայոսը թագավորեց Հրեաստանի վրա իր օր Հերոդեսի տեղը վախեցավ ոն երթալու ու երազի մեջ պատգամառնելով Գալիլեայի կողմերը գնաց եւ Նազարեթ ասված քաղաքը բնակվեցավ որպեսզի մարգարեներու խոսքը կատարվի թե Նազովրեցի պիտի կոչվի բայց այս մարգարեությունը հին ուխտի ոչ մի մարգարեության մեջ չկա բայց շատ մարգարեություններ են ելել որ ասենք դրանք 66 գրքանի Աստվածաշնչում չի գրված բայց եղել է մարգարեություն ինչպես Հուդա առաքյալը խոսում է Մովսեսի թաղման մասին բայց մենք թե ելիցում թե օրինացիցում թե տվոցում չենք գտնում այդ դրվագը որ եղել է բայց եղել է որ Հուդան ընթերցել է որ իր առաքելական առաջի գլխի մեջ դրա մասին խոսում է թոտերը փառավորվի այսքանով ավարտեցինք երկրորդ գլուխը Մատթեոս երրորդ գլուխ Հովանես Մկրտչի քարոզությունը Այն օրերը Հովանես Մկրտիչը եկավ ու Հրեաստանի անապատին մեջ կքարոզեր ու կսեր ապաշխարեցեք վասնզի երկնքի թագավորությունը մոտեցած է Աստծո ժողովուրդ ինչ է նշանակում ապաշխարել, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցած է։ Սա եւ Հովանես կրկնե եւ Հիսուս Քրիստոսը ապաշխար։ Եգիպտոսից հեռանալ, տեսեք Աստծո իմաստությունով, երբ դու շատ կարդաք Սուրբ Գիրքը, շատ գանձեր կբացվի ձեզ։ Ծննդոց ելից, ծնվեցար պիտի ելնես մեղշծալի աշխարհեն։ Նույն ապաշխարելն է ծնվեցար Սուրբ Հոգու առաջի օծությունը կնիքը ստացար ծնվեցար բաղարջը սկսեցիր ուտել պիտի խմորիալը շպրտես դուրս քո ներսից ու Եգիպտոսից զատվես ուրեմն ապաշխարել նշանակում է ապաշխար ապմեղք աշխարից հեռանալ մեղսարի գործերից հեռանալ հին մարդ իր վրայից անել ու Քրիստոսի մեջ մտնելով Քրիստոս հագնել ու մկրտվել երկրորդ օծությունը որը մկրտվելն է ու պատրաստվել երրորդ օծությանը որ հաղթելն է որը գրված է հայտնության եկեղեցիների բոլորի վերջի խոսքերում ամեն ուրեմն ապաշխարել վասնզի երկնքի թագավորությունը մոտեցած է Սուրբ Հոգին ինձ բացել է աշխարհի մեղսալի կյանքից օրորի հեռանալով Սուրբ Հոգու աստվածային մագնիսը գալիս է քո մեջ առաջի օծությունը որ քո մեղավոր բնության դեմ կռիվ տա օրորի մեղքից քեզ ազատագրելով տանի ու Քրիստոսի մեջ մտնցնի ուրեմն հոգուց կնքվելով Քրիստոսը գալիս է քո մեջ որ քո ներսը վերափոխի դարձնի Սուրբ ու անարատ տաճար ու տանի մտցնի Հիսուսի մեջ որ հայրն ու որդին գան հավետ Սուրբ ու անարատ տաճարում բնակվեն ամեն ուրեմն ապաշխարեցեք որովհետև երկինքի թագավորությունը մոտեցած է հինը անեցեք որ արագի մեջ Քրիստոս հագնեք
Դրա համար քարոզում էր բոլոր խորթուբորտ ճանապարհները պատրաստեցեք, շտկեցեք անոր շավիղը, որ հայրն ու որդին գան սուրբ ու անարատ մաքրված տաճարում բնակվեն։ Ամեն։ Ուրեմն ապաշխարեցեք, վասնզի երկնքի թագավորությունը մոտեցած է։ Երկնքի թագավորությունը հազարամյա թագավորության կյանքը սուրբերը երկրի վրա են ապրել, ապաշխարելուց, հինը անելուց ու Քրիստոս հագնելուց հետո, ամեն, երեսները փայլելա, ուր գնացել են հիվանդները բժշկվելա, ուր գնացել են հացի, որևիցե մարմնավոր բանի կարիք չեն ունեցել, ինչպես հազարամյակում ամբողջ աշխարհը չի ունենա, ապաշխարած հինը անած Քրիստոս հագած սուրբերը ուր գնացել են բժշկություն, առատություն, օրհնություն աթափե իրենց միջինից։ Ամեն։ Թո պարավորվի Տերը։ Ու կսեր ապաշխարեցեք վասնզի երկնքի թագավորությունը մոտեցած է։ Ասիկա ան է, որու համար Եսայի մարգարեի միջոցով ասվեցավ, որ կսե անապատին մեջ կանչողի ձայնը, Տիրոջ ճամփան պատրաստեցեք, անոր շավիղները շտկեցեք, տեսեք, քո ներսը խորտ ու բորտ է, քարուքանդ է սատանան, Սուրբ Հոգու առաջի օծությունը գալիս է քո մեջ, դևերին վտարում է դուրս, ինչպես Հիսուսը մտավ Երուսաղեմի տաճար, խարազանը առած բոլորին վտարեց, վտարելուց հետո ինքը քո մեջ Սուրբ Հոգու տաճարն է սկսում նորոգել, նորոգելուց հետո լրիվ մաքրել ու ռեմոնտ անել, նորոգել, եւ այն ժամանակ, ինչպես Սողոմոնի տաճարը լրիվ պատրաստվեցավ, նորոգվեցավ եւ այն ժամանակ աղոթքից հետո Աստծո փառքը եկավ ու լեցրեց տաճարը, այդպես էլ եթե քո տաճարը լրիվ նորոգված չլինի, եթե քո տաճարում մի սիրելի կուրք ունենաս ծածուկում պահված, Տերը տեսնում է, նա իր փառքը քեզ չի շնորհի եւ իր լուսավոր փառքով չի գա ու քեզ չի ակնի եւ քո տաճարը Աստծո փառքով չի լեսվի։ Դրա համար Աստծո ժողովուրդը ինչը Տեր Հիսուսին զզվելի է, թույլ տվեք, որ նա դուրս վռնդի։ Եթե ոչ, այդ մեղսալի դևից Տերը կգարշի, ինչպես գարշեց Աքարից ու հեռացավ Իսրայելից։ Ամեն։ Ուրեմն անապատ, քո անապատ սրտի մեջ կանչում է Տիրոջ Սուրբ Հոգու ձայնը։ Տիրոջ ճամփան պատրաստիրով հոգի եւ անոր քեզ գալու շավիղը շտկե, հասկացաք։ Անոր շավիղները շտկեցեք։ Հովանեսի անդերձը ուխտի մազ էր ու իր մեջքը կաշվե գոտի ուներ եւ իր կերակուրը մարախ ու վայրի մեղր էր։ Տեսեք, Հովանեսը հոգևոր առաջնորդ էր, Հիսուսը հոգևոր առաջնորդ էր, Մովսեսը հոգևոր առաջնորդ էր եւ Պողոս, Պետրոսը չեմ խոսում, որքան քիչ էին կերակրվում եւ լեցվում էին մեկուսացած անապատային վայրերում, թե Մովսեսը անապատում պատրաստվեցավ, որ հոգու ձայնը լսեց ու Աստծուն տեսավ, թե Հովանեսը մեկուսացած էր հարաբերվում Աստծո հետ ու քչակերությամբ վարժված, թե Հիսուսը եւ թե Պողոսը մնացած սուրբերի կյանքը հետո կքննենք։ Ուրեմն այն հոգևոր առաջնորդը, եթե աշխարհից չմեկուսանա, քչացնի իր մարմնի կերակուրը, հոգու կերակուրը շատացնի, նա չի կարա մարդկանց ապաշխարության առաջնորդի։ Ստեղ խորհուրդն էր, որ Հովանեսը հագեր էր այդ աղքատիկ շորը եւ այդ ուխտի մազին, այդ ուխտի կաշին իր մարմնին շատ տանջում էր, չոր բան էր։ Սա խորհրդանշում էր, որ հոգևոր հովիվը իրավունք չունի իր անձը սիրի ու փառավորի։ Իրեն պիտի տանջի, զրկի, հոգեպես ավելի սնվի, հոգևոր որ կրամոլու շատակեր դառնա, ոչ թե մարմնավոր ինքան ուտի, որ քունն ու մռափը թափի իրան վրա եւ իր վրա կատարվի Եսայի 56-ը, որ ասում է իմ հովիվները շատակեր շներ են, կերե ու մռափել են։ Ուրեմն հոգևոր հովիվը պիտի քչակեր լինի, քիչ կերակրվի մարմնի կերակուրով, որ շատ կերակրվի Աստծո խոսքի կաթովը, որ իր հոգևոր ստինքներում առատ կաթ լինի, որ յուրաքանչյուր մանուկներին ուզում է թո 10 ծնվեն կարողանա բավարարի, ամեն։ Այն ջուրը, որ ես կտամ,
անոր ներսիդին այդ հոգևոր ովի ներսիդին ջուրի աղբյուր կդառնա ու հավիտենական կյանքերի համար կբխի, քանի հազար մանուկ էլ գան կկերակրվեն, կաճեն, կզորանան ու կգնան Տիրոջը փառք կբերեն։ Ամեն։ Ուրեմն դրա համար էր, որ իր անձը ճնշում էր և զրկում էր մարմնավորից, որ հոգևոր առատ գանձեր ունենար, փառք Տիրոջը, որտեղ մարմնավորը հոգևորին հակառակ, հոգևորը մարմնավորին, մարմնի կերակուրը վանում է հոգու կերակուրին, հոգու կերակուրը վանում է մարմնի կերակուրին։ Դրա համար էլ որ կրամոլ հովիվները թող հասկանան, որ իրանք չեն կարա փրկվի, եթե չդադարեն այդ կռապաշտական ցանկությունից եւ իրենք Սուրբ Հոգու կերակուրովը ել ավելի չլեսվեն, որ վերափոխվեն նոր արարածներ դառնան։ Դրա համար հենց սատանան մարդկանց գերել է շատակերությունով, որ նրանք հանկարծ հոգևոր շատակեր չդառնան, հին մարդին չսպանեն ու Քրիստոս չհագնեն։ Ամեն։ Իր կերակուրը մարախ ու վայրի մեղր էր։ Այն ատեն Երուսաղեմը և բոլոր Հրեաստանը Որդանանի բոլոր կողմերեն իրեն կուգային և կմկրտվեին իր մե Որդանանի մեջ ու իրենց մեղքերը կխոստովանեին։ Ուշադիր, առաջին նորեկ ավատացյալը բանտապետի ընտանիքը իշեք եկավ Տիրոջն ընդունես մկրտվավ, Թիվատերիայի քաղաքի ծիրանավաճառ կինը իշեք եկավ ու մկրտվավ, Փիլիպոսը մկրտեց Եթովպացի ներքինին հենց առաջի անգամ ջրի մկրտությունը խորհուրդն է Սուրբ Հոգու ջրերի մեջ մկրտվելուն։ Եթե ինձ չոր մեղավոր մտցնում են ջուրը ու թաց մեղավոր անում են, ես չեմ փոխվում երկնքի համար, բայց որ ինձ Պողոսի ասած ես չեմ եկել մկրտելու, ապա ավետարանի ջրով մկրտելու ձեզ։ Եթե ինձ չոր մեղավորից գցեն ավետարանի սուրբ ջրերի մեջ լողամ, իմ հին մարդը կհանվի վրիցս նորը կհագնեմ ու ես իրոք կմկրտվեմ ու կփրկվեմ։ Ուրեմն Աստծո ժողովուրդ մկրտությունը լոկցեսն է եւ մենք պիտի կատարենք։ Խորհուրդն է, որ այդ ջրով մկրտվածին հորդորես, ասես դե գնա հին մարդը ավետարանի ջրի մեջ լվա, մաքրի, վերափոխվի, որ կարողանաս երկինք մտնես, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, մեկը երկինք չի գնա։ Եթե ես լողանում եմ ջրի մեջ, ոչ թե մկրտվում Աստծո խոսքի ջրի մեջ, այդ սովորական Սևանի ջրի մեջ լողանալով երկինքի դռները չեն բացվի իմ դեմ, բայց Հիսուս Քրիստոսի ղրկվածի սելովամի ավազանի մեջ որ լողանամ, համ ցավերս կբուժվեն, համ էլ երկինքի դռները կբացվեն իմ դեմը մեղքերից ազատագրվելով։ Ամեն։ Եվ կմկրտվեին 6-րդ խոսքից, իր մե Որդանանի մեջ ու իրենց մեղքերը կխոստովանեին։ Երբ տեսավ փարիսեցիներեն ու սադուկեցիներեն շատերը, որ իր մկրտությանը եկած էին, չէին եկել մկրտվելու, եկել էին մկրտությունը քննելու։ Ինչ ասեց, Սավանոնց, իժերի ծնուններով իմացուց ձեզի գալու բարկություն են փախչիլ։ Հանդիմանեց, ինչի համար իժի ծնունդ։ Իժը ծննդոց գրքից սկսած մինչև հայտնություն սատանայի խորհրդապատկերն է։ Ով մեզի լսող սիրելի Աստծո ժողովուրդ, հիշեք այն հավատացյալը, որ անձին ապավինողը ու եւ անձի փառքին հետամուտ է, ինքը իշ սատանայի զավակ է, ով կուզա ժողովրդից գովվի, որ լավ է քարոզում, ով կուզա փառավորվի եւ մեծարվի ու գովերգվի, իր անունը տարածվի, նա իշ սատանայի զավակ է, նա ուղիղ դժոխք է գնում։ Դրա համար Հովհաննես ես խստությամբ ասավ իժերի ծնունդներ։ Իրա հրյա եղբայրներն էին, որ դուք Տիրոջ ժողովրդին մոլորեցնում եք, փոխանակ Տիրոջը սովորցնեք իմ նման Եհովային փառավորելու ճանապարհը։ Այդ միամիտ կույր ժողովրդին համոզել եք ձեզի են ծափահարում ու փառավորում գովերգում։ Այսպիսի հովիվները իշ սատանայի զավակ են ու դժոխքի համար են հոգիներ պատրաստում։ Եվ Մատթեոս ավետարանի 23 գլխում գրված է. վայ ձեզ դպիրներ ու փարիսեցիներ, որ ծովուցամանկ կպտտեք մեկ նորա հավատ գտնելու համար, այն էլ որ գտնում եք ձեզանից կրկնակի անգամ գեհենի զավակ եք դարձնում։
Գեհենի զավակ աշխարհից գալիս է, որ հինը հանի ու Քրիստոս հագնի Աստծո որդի դառնա, իրեն կարդալ են տալիս Սուրբ Գիրքը եւ կարդալով իրենց այդ մանուկներին ստիպում են, ասում են գնա ջանք թափի, որ պահես այդ պատվիրանները եւ այս մարդը գնում է գիտակցաբար իշքան ուզում է չգործի այդ մեղքերը, ավելի մեծ մեղքերի մեջ անկնում ու գիտակցված մեղք գործի պատիժը կրկնակի շատ է լինելու դժոխքում։ Որտեվ գրված այն հավատացյալը, որ Տիրոջ կամքը գիտի ու գիտնալով է ծռում, ավելի դաժան դատաստան կկրի։ Ամեն։ Աստված մեղքի աշխարհից բերել է, գառնուկներին տվել է, հոգևոր սուրբ հովիվներին, որ մեղքից ազատագրվելու ճամփան ցույց տան, բայց ոչ թե վարձկան հովիվներին նման մեղքի մեջ թավալեցնելու ճամփան ցույց տան։ Ասեն մեղ գործելով դու շնորհքով փրկված եք, ձեր ոտքերը սրբեք գրքի խոսքերի վրա, անարգեք շնորհքով երկինք կմտնեք։ Գրքի Տերը դրա համար մեռել է, գրքի խոսքը անարգողը ուղիղ դժոխ կգնա։ Ուրեմն ապաշխարության արժանավոր պտուղ բերեք, տեսեք ինչա նույն բանն է ասում։ Եվ մի խորեք, թե դուք ձեր ներսիդին, թե մենք մեզի հայր Աբրահամ ունենք, Կարենի հետևորդ ենք, Մամիկոնական ենք, սրա հետևորդ ենք, Մարդու հետևորդ ենք, Պողոսյան եւ Ապողոսյան։ Ոչ, Աստված ինչ ասավ, քանզի կսեմ ձեզի, թե Աստված կարող է այս քարերեն էլ Աբրահամի որդիներ անի, ով է Կարենը, ով է Պողոսն ու Ապողոսը, Սիմոնն ու Վաչիկը։ Դուք Աստծուն մոտիկացեք եւ Աստծուն արժանավոր պտուղ բերեք եւ Աստծուն հաճեցրեք, ոչ թե ձեր վարձկան հովիվներին, որոնք մեղքի համար ձեզ կգովեն, սրբության համար էլ կնշանակեն։ Սրբության համար նշանակված է եղբայրներ ու քույրեր Աստծո համար արձակված ազատ գործվում է։ Ասում է ես անեմ, որ կբանամ ու ոչ ոք չի կարա փակի օրհնությունները։ Եվ ես անեմ, որ կփակեմ եւ ոչ ոք չի կարա բանա։ Եթե դու մեղք ես գործում եւ ովիվդ քեզ եկեղեցում արձակում ու ազատություն տալում, հիշի որ Աստծո օրհնությունները փակ են քո համար ու երկնքի դռներն էլ են փակ։ Բայց եթե քեզ մարմնավոր, շնչավոր ու աշխարհիկ ովիվը իր եսին կպնելու, իրեն հանդիմանելու համար բռնի անգամ քեզ տիղմոտ գուբը մտցնի, հիշի որ գուբից Տերը կհանի ու քեզ Երեմիա քարոզել կտա։ Ու կասա գնաճը վախենաս ես մարդկանցից ես քեզ հետ եմ, ամեն։ Դուք ձգտեք ոչ թե մարդ շնչավոր հովիվներին հաճեցնեք, հապա հովվապետ եղող Հիսուս Քրիստոսին, թող փառավորվի նրա սուրբ անունը։ Այլ հիմա կաթինը ծառերու արմատիքովը կդրվի, ուստի ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերեր, կկտրվի ու կրակը կձգվի։ Բարի պտուղը Սուրբ Աստվածաշնչի յուրաքանչյուր բառին հնազանդվելն է։ Չար պտուղը Սուրբ Աստվածաշնչի յուրաքանչյուր վանկը զանցանելն է, ամեն։ Եթե քո մեջ Սուրբ ոգին լինի, չի թողա դու մեղք գործես, Աստծուց ծնվածը մեղք չի կարա գործի։ Իսկ եթե քո մեջ Դևի ոգին լինի, դու չես կարա սուրբ կյանք ապրես։ Ցույց կտա սուրբ ես, բայց փորձության ժամանակ կտրաքես, խաղաղությունդ կկորցնես, հրեշտակի տեղը հրեշները կարձակվեն մարդկանց վրա։ Քննի քույրս, եղբայրս, հրեշտակներն են քո հետ գործում, թե քո ներքին տաճարում հրեշներ են թաքնված, հենց դուռը խփենք բացենք, հրեշները կխեղդեն մեզ։ Գնացեք ու այդ կեղծ ապաշխարությունից թլպատվեք, ճշմարիտ ապաշխարությանը արժանավոր պտուղ բերեք եւ Կարենին, Վաչիկին, Խաչիկին, Մամիկոնին վստահելը դադարեցեք, նրանք չուչելներ են, Աստծո ձեռքի գործիքներ, որոնք ձեզ պիտի մղեն, որ սրբությունից սրբության վազեք, այն նրանց լսեք, ով ձեր սրբությունից սրբության կառաջնորդեն եւ բժշկությունից ել ավելի կատարյալ բժշկության, առանց խաղաղության ու առողջության մեկը Տերը չի տեսնի։ Եթե քո մարմինը հիվանդ է, ուրեմն հիվանդացել է հոգիդ։ Երբ մարմինդ ուզում ես բժշկվի, նախ հոգու բժշկին ասա Տեր Հիսուս, ինչ եմ արել Աստվածաշնչի, որ համարն եմ ծռե, ինչպես Պողոսը ասեց։ Այն ատեն զորությունը կուղարկի ու քեզ կբժշկի, կամ կասի դու պարտ ես, ժամանակ առ ժամանակ կարելի է քեզ քոթակել, որ չհպարտանաս, եթե Պողոսի հասակը ունեցած լինես։
Ուրեմն ուստի ապաշխարեցեք, որ բարի ուստի ամեն ծառ 10-րդ խոսքից ալիմա կաթինը ծառերու արմատիքովը կդրվի ուստի ամեն ծառ որ բարի պտուղ չի բերեր կկտրվի ու կրակը կձգվի ես ձեզ ջրով կմկրտեմ ապաշխարության համար բայց իմ ետևես եկողը ինձ մեծ զորավոր է ես անոր կոշիկները կրելու արժանի չեմ անիկա ձեզ պիտի մկրտե Սուրբ Հոգիով եւ կրակով Աստծո ժողովուրդ ջրի մկրտությունից հետո դու պիտի մտնես անապատ ինչպես Եգիպտոսից դուրս եկան անապատ մտան ջուրը անցան անապատում կրակի մկրտությունը ստանալով դրա համար ամպիսյունը իջավ եւ սկսեց կոփել կրակի մկրտությունը ստանալով հին մարդը իր գործերով ձեր վրա իսկ կհանեք եւ երկրորդ օծությունը կստանաք հոգեպես կզմրսվեք ու Հորդանանը անցնելով Քանան կմտնեք եւ Քանանու բարիքները կվայելեք իսկ եթե քո եսասիրությունը չի թողում որ դու կրակի մկրտությունը ստանաս դու Քանանի մասին երբեք մի մտածի անապատում կմեռնես ցավերով տանջանքներով եւ Քանանի օրհնությունը դրախտի օրհնություններից 1% բաժին չես ունենա հապա գիտակցաբար մեղ գործելով դժողքի որովայնը կժառանգես սատանայի կողմից ամեն ես անոր կոշիկները կրելու արժան չեմ անիկա ձեզ պիտի մկրտե ուրեմն Սուրբ Հոգիով եւ կրակով կնքվել կրակով մկրտվել եւ հինը հանելով այդ կրակի մկրտության ժամանակ հինը կանվի դրա համար առաքյալների վրա եկավ կրակե զորությունով Իսկ Հիսուսի վրա եկավ Սուրբ Հոգու խաղաղության աղավնու կերպարանքով, որտեղ Հիսուսը չուներ այդ մեղքի բնությունը, իսկ առաքյալներն ունեն, մենք ունենք, դրա համար կրակն է, որ կսրբացնե քրիստոնյային, կրակն է, որ անորակ ոսկին որակով կդարձնի, դրա համար աղոթեցեք, որ անարգանքի մեջ մեռնի ձեր հին մարդը, հին անեք ու Քրիստոս հագնեք, որ այդ թեման անարգանքի մեջ պիտի մեռնի մերին մարդը շուտով կմատուցանեմ տիրոջմով, անարգանքի մեջ ձերին մարդը պիտի մեռնի, որ նոր մարդը ձևավորվի ու նոր արարած դառնաք, ամեն, կրակները ձեզ կսրբացնեն, աղոթեք, որ կրակներ կա ձեր վրա, վառի ձեր հինը, նորոգի նորը, փառք տիրոջը, ուրեմն Սուրբ Հոգիով եւ կրակով, դրա համար Հիսուս ասաց այն դառը գավաթը, որ խմել եմ, պիտի խմեք, հին մարդը հանելու, կրակե գավաթը, խաչի գավաթը, եւ այն հոգու մկրտությունը, որ ես պիտի մկրտվիմ, դու քալ պիտի մկրտվիք, ամեն, որու է ծանոցը իր ձեռքին է, եւ իր կալը պիտի մաքրե, ու իր ցորենը ամբարի մեջ պիտի ժողվե ու հարդը պիտի այրե չմարող կրակով, ամեն, թո Տերը փառավորվի, հիմա սերտենք Հիսուսի մկրտությունը 13-ից մինչև 17 եւ այսքանով ավարտենք 3-րդ գլուխը, այն ատեն Հիսուս Գալիլայեն Հորդանան եկավ Հովանեսեն, որպեսզի անկե մկրտվի, Հովանեսը կարգել էր զանիկա ու կսեր, ինձի պետք է, որ քեզ մե մկրտվիմ, ու դուն ինձի կուգաս, տեսեք Հովանեսն էլ է ցույց տալում, որ սա ծես է, դու ինչ պետք ունի մկրտվես, բայց Հիսուսը ասաց ոչ, պիտի անենք, որ արդար օրենքը կատարվի, որ մեր հետևորդներն էլ կատարեն ատիկա, բայց Հովանեսը բացատրեց, որ ավելի ճիշտ է հոգու ջրի մկրտությունը, հոգու խոսքով լեցվելը, քեզանից մկրտվելը, քան թե մեզ Հորդանանի մեջ քեզի թաթխել ու հանել, ամեն։ Ուրեմն Հիսուս պատասխան տվավ ու սավ անոր, թող դուր հիմա վասնզի այսպես կվայել է մեզի, որ բոլոր արդարությունը, արդար օրենքից մի մոզաչափ չծրվի, արդարությունը կատարենք, թո ետքը թող տվավ անոր, երբ Հիսուս մկրտվեցավ, շուտ մը ջուրեն դուրս ելավ, եւ ահա երկինքը բացվեցավ, ու տեսավ Աստծո ոգին, որ աղավնիի պես քիչներ ու կուգար իր վրա, եւ ահա երկնքեն ձայն մը եկավ, որ կսեր, ասիկա է իմ սիրելի որդիս,
որուն հավնել եմ։ Ուրեմն Աստծո ժողովուրդ ուշադիր, աշխարհը թողեցինք, եկանք, ջրով մկրտվեցանք, աղոթեցին Սուրբ Օքինի չավ մեր մեջ, որ մտնենք կրակի փորձություններով լի անապատ։ Եթե դու ջրով չմկրտվես առաջնային է, թեկուզ սա ծես է, բայց որ Հիսուսը արել է, մենք էլ պիտի անենք։ Սուրբ Օքով մկրտվելուց հետո դու մեղքերի ներում ես ստանում։ Ջրով մկրտվելուց հետո եւ Սուրբ Օքով կնքվելուց հետո դու մեղքերի ներում ես ստանում։ Եվ այդ Սուրբ Օքու զորությունը գալիս է քո մեջ, որ քո հին մարդի, հին բնության դեմ գրքի աղոթքի կյանքի միջոցով կռիվ տա ու աղթի, եւ դու անապատային փորձությունը անցնելուց հետո զորանաս ու գնաս որպես ընտիրանոտ, հինը դվառված մաքրված, Սուրբ Օքով սրբացած ու զորացած, գնաս հրաշներ բժշկություններ կատարելով Տիրոջ ավետարանը քարոզես։ Ամեն, որի մասին մենք կխոսենք 4-րդ գլխում։ Եվ այս վերջի մասը, որ միակ դրվագն է, որ պարզ նոր կտակարանում Եհովայի սուտ վկաներին ապացուցում է, որ Հայրը, Որդին եւ Սուրբ Օքին անձ են ու գոյություն ունեն։ Ուշադիր։ Հիսուսը երբ մկրտվեցավ 16-ից 17 խոսքը կսե։ Հիսուսը երբ մկրտվեցավ, շուտ մջուրեն դուրս ելավ եւ ահա երկինքը բացվեցավ ու տեսավ Աստծո Հոգին, աղավնի կերպարանքով իջավ, որ Սուրբ Օքին Աստվածը ու գոյություն ունի, եւ կուգար անոր վրա, եւ ահա երկնքեն ձայն մը եկավ, որ կսե. ասիկա է իմ սիրելի որդիս, որուն հավնել եմ։ Ուրեմն որդին ջրի մեջ անձնավորություն կանգնած, Սուրբ Օքին աղավնի կերպարանքով, բայց տարբեր տեղեր անձնավորությունն է, գործում է, խոսում է, բժշկում է, որ Եհովայի մոլորված վկաները իրականից չեն ընդունում երրորդության գոյությունը, թող այս քարոզները լսելով հանդիմանվեն, որ նաև գրված է առաջի Հովանու 5:7-ում, որ երեքն են, որ երկնքում վկայում են Հայրը բանը եւ Սուրբ Օքին եւ այդ երեքը մի են, եւ ըստ տեսանելի ձևի որդին ջրի մեջ Սուրբ Օքին իջավ, Հայրը երկնքեն խոսեցավ, ասիկա է իմ սիրելի որդիս, որուն հավնել եմ։ Ամեն։ Նույնը Ծննդոց 1:26-ում ասում, ինչ, եկեք մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք։ Նույնը Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ ասում, եկեք իջնենք, չի ասում արի, երեքն էին, որ երկնքի մեջ վկայում են, Հայրը բանը եւ Սուրբ Օքին եւ այդ երեքը մի են։ Թող Տերը փառավորվի, այսքանով ավարտեցինք